Դեպորտի վտանգը Դամոկլյան սրի պես կախված է խոփանջիների գլխին։ Ռուսաստանում օրեցօր ավելի է խստանում միգրացիոն օրենսդրությունը, նկատում է հայկական Կարիտաս կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Հիմա այդ երկրում միգրացիոն կարգը խախտող օտարերկրացիներին անգամ հատուկ վայրերում, սպեցպրեոմնիկներում են պահում արտաքսումից առաջ։ Հատկապես ռեգիստրացիային վերաբերվող հարցերում բավականին խիստ են եւ անգամ օտարերկրացիների պահման կենտրոններով, այսպես կոչված սպեցպրիոմնիկներով են անում այդ արտաքսումը, տանում են առաջ այնտեղ, հետո նոր կազմակերպում են արտաքսումը։ Աշխատանքի նպատակով Ռուսաստան մեկնողներին միգրացիոն քարտ են տալիս սահմանին։ Եթե նախկինում այդ քարտը տրվում էր անժամկետ, հիմա այն գործում է ընդամենը 90 օր։ Մեր աշխատանքային միգրանտները 90 օրից ավել են մնում, ապա պարտավոր է աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո մինչև 90 օրը լրանալը տանել իր ռեգիստրացիայի տարածքային միգրացիոն ծառայություն, որտեղ պետք է շտամպ խփեն այդ քարտի ետևում։ Միգրացիոն փորձագետի խոսքով ռուս իրավապահների բաստողումների պատճառով հացիփող աշխատելու գնացած մարդիկ երբեմն հայտնվում են վերահսկվող անձանց ռեեստրում։ Բանկային հաշիվներն են սառեցվում, կասեցվում է աշխատանքի իրավունքը, ու մարդիկ կանգնում են արտաքսման վտանգի առաջ։ Այնպես է ստացվել, որ օրինակ միգրացիոն քարտի ետևում շտամպ չխփելու համար բավականին թվով ունենք, որ հենց միգրացիոն ծառայության աշխատակիցների մեղքով մարդիկ հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում, որովհետև միգրացիոն ծառայության աշխատակիցը ասել է, որ ես տեղյակ չեմ, որ նման շտամպ պետք է խփեմ, գնացեք, նման բան չկա։ Այս տարի հարյուրավոր մարդիկ են դիմել հայկական Կարիտաս կազմակերպություն Ռուսաստան մուտքի արգելքի հետ կապված հարցերով, խնդրում են օգնել իրենց հանել վերահսկվող անձանց ռեեստրից։ Ամեն օր այդ հարցով շարունակում են դիմել, թե մեր թեժ գծին, թե սոցցանցերով են դիմում, թե ուղիղ գրասենյակ են գալիս կամ ուղիղ քաղաքային հեռախոսով են կապվում, այնպես որ մենք ամենօրյա ռեժիմով ստանում ենք այդ ահազանգերը։ Դեռ ամիսներ առաջ քաղաքագետները կանխատեսում էին, որ Հայաստանի իշխանության հակառուսական հայտարարությունների պատճառով առնվազն 150,000 հայաստանցի կարող է զրկվել Ռուսաստանում փող աշխատելու հնարավորությունից։ Հրապարակ օրաթերթին էլ անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ հայ խոփանջիների մի խմբի ռուս սահմանապահները Լարսից հետ են դարձրել։ Ռուսաստանի միգրացիոն նոր օրենսդրությամբ սահմանապահը ինքնուրույն կարող է որոշել, ում թողնել իր երկրի տարածք, ում ոչ։ Սահմանապահը կարող է իր հայեցողությամբ որոշել, եթե անձը Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար սպառնալիք է, նրան թույլ չտալ մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Հիմնականում ստուգում են հեռախոսները WhatsApp խմբերում, իրենց ինչ խմբերում են իրենք կամ Facebook-ում, ինչ լայքեր, պոստեր եւ այլն ունեն։ Հունիսի 30-ին էլ նոր փոփոխություն է ուժի մեջ մտնում։ Ռուսաստան թեկուզ 1 օրով հյուր գնալու համար պետք է մեկնումից 72 ժամ առաջ գրանցվել RUID հավելվածում։ Կտրամադրվի QR կոդ, որը պետք է ցույց տալ Ռուսաստանի սահմանապահներին։ Միգրացիոն փորձագետն զգուշացնում է, եթե մուտքի արգելք ունեք, հավելվածը QR չի տրամադրի։ Էդգար Ղուշչյան, Նորայա Շարբաթյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։